Շարունակում ենք ծրագիրը եթերում ERT-ի նորություններն են եւ ինչպես գիտեմ արդեն սպասում եք այս հատվածում հաղորդման մեզ է միացել Արմեն Չիբուչյանը։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո, բարի երեկո։ Լավ լուրեր ունենք այսօր։ Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մադյարը հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մատնելով երկրի 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։ Դու հավատում ես նման բանը, ես չէի հավատում։ Այո, մենք եթե չեմ խնդրում, թեթև անդրադարձել ենք, որ Օրբանի վիճակը լավ չի ներքաղաքական, հետևում էի ես միշտ ընդհանուր։ Միշտ էլ լավ չի եղել, էլի, բայց որ ասեմ, իրականում այդպես չի, ինքը դու գիտեք ես ինչքան տարվա պատմություն է։ 16։ 1.5 տարվա պատմություն է այս Օրբանը, չէ, այս Մադյարը։ Ընդ որում եղել է Օրբանի թիմակիցը 24 թվականին ուրեմն մի դատական գործի հետ կապված, որտեղ արդարացվել է մի պեդոֆիլի հետ համագործակցած, այսպես մեկին արդարացում է տվել նախագահ, որից հետո ինքը Օրբանը ոչ նախագահը, հետո Օրբանը, բայց ստորագրել է։ Օրբանը վարչապետ։ Այո, որից հետո դա, բայց կարծում դա Վերոնիկա մի լավ օրինակ գիտի, Ֆրանս Ֆերդինանդ։ Շատ լավ։ Ասեմ, այդ կարող է ուրեմն առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց Ֆրանս Ֆերդինանդի սպանությունից։ Այո։ Բայց դա պատճառը չէր, դա առիթներ ընդհանրապես, պրինցիպներ սպանեց, որից հետո առաջացավ պրինցիպ ընկնել բառը, չէ։ Այո, բան էին եղել, որ պիտի պատերազմներ, ուղղակի մի հատ փոքրիկ կայծ էր պետք եւ այդ կայծը եղավ։ Այո, ինչի է փայլուն օրինակը, որովհետեւ սա այն դեպքերում են, որ միշտ ինչ-որ բան ուզում են պատճառը ներկայացնել այդ, բայց իրականում դա խորքային շատ ավելի պատճառներ ունի, ասենք նույն առաջին համաշխարհայինը 1880, այո, ընդամենը վերջի կայծներ, էլի։ Հիմա էս էլ ինձ թվում է վերջի կայծներ, որտեղ Օրբանը վերջին տարիներին սկսել է փակել շինծու քրեական գործեր, այս թեթև դեպի դիկտատուրա էր գնում, այսինքն չէ, թեթև չէ։ Միջին, չէ, ինչ եմ ասում, որովհետև այնտեղ այդուամենայնիվ լինելով Եվրամիության երկիր, այնտեղ կան Եվրամիության կարգավորումներ, որոնք այդուամենայնիվ իսկ ինչ արել Մադյարը սկսել է, հասկացել է, որ հեռուստատեսությունների եւ մեդիայի մեծ մասը փակ է, որտեվ այդուամենայնիվ այսպես իր համար, հա, եւ պարզա որ ամբողջությամբ փակ չի կարող լինել Եվրամիության երկիր, մենք հասկանում ենք ինչի մասին ենք խոսում, բայց գլոբալ այդ հիմնական ռեյտինգային մեդիաները եւ որ ինքնատնօրինել սա եւ այլն պարզա ռեսուրսներ իրանց ձեռն է, իդեպ ասեմ Հունգարիայում մեկ-մեկ որ նայում ես իրանց այդ երկրի քրեական պատմությունները, այդ ռեկետները, այդ սպանությունները եւ այլն։ Չմոռանանք, որ այդ ադրբեջանցուն այո, Գուրգեն Մարկարյանին որ սպանեցին, այո, նա Օրբանի գործակն է։ Ընդ որում Օրբանը սկսել է որպես հիմա որ ասում են տեսեք Օրբանը տենց 90-ականներից բանից իրականում հա ինչ որ Ռուսաստանի հետ ինչ որ կապ է բայց իրականում եկեք բանանենք Օրբանը ի սկզբանե եղել է լիբերալ եւ օրինակ սովետական լագերից եւ ընդհանրապես Ռուսաստանից ազատականացման անկախացման ջատակովներից եղել ի սկզբանե եւ ահագին բաներ սկզբից արել է որպեսզի հետո հետո դարձավ Պուտինի մտերի մամենը այո որովհետեւ փող, գազ, նավթ, մեծ գումարներ բայց մի բան հասկանանք որ Օրբանը այո այսպես կոպիտ է թե ասենք հիմա մենք կարանք մեզ թույլ տանք ական հայտորեն Պուտինի հետ ահռելի Պուտինի միջոցով ահռելի փողեր էր լափում ահռելի ել չասեմ որ վերջերս հետազոտողները պարզել էին որ 80 միլիարդ դոլար փող ստացել 16 տարի կառավարման ընթացքում այսինքն այնտեղ տարբեր ժամանակներում մոտ 20 տարի աղոտ եմ հիշում մոտ 20 տարի տարբեր մի անգամ թեթև ընդմիջում ա եղել կառավարել է Հունգարիան եւ այդ ընթացքում ինքը մոտ 80 միլիարդ դոլար փող ա ստացել, եվրո փող ա ստացել Եվրամիությունից, հələ միջև այդ եվրո չկար, կարծում հետո նոր եվրո եկավ, խառը տենց ասենք, որից 20 միլիարդը յուրացրել է, ինքը իր բանդան, այսպես ասած։ Բայց Հունգարիան բարդ համակարգ է եւ ամենտեղ իր դրածոները կան, սկսած դատավորներից եւ այլն, ամբողջ համակարգում դատախազը այդքան հեշտ չի հիմա միանգամից հանելու ամբողջը փոխել։ Բացի նրանց եկեք էլի, բայց ուզում եմ զուգահեռ տասնել։ Սա Հայաստանի պատմությանը նմանվում է արդեն, երբ որ մեր Թավշյա հեղափոխությունը եղավ, ամբողջ կոռումպացված էր թե կառավարությունը, թե դատական համակարգը, թե ոստիկանությունը, ամեն ինչը հիմա հա պիտի կարծես զրոյից այդ ամեն ինչը փորձի վերականգնել։ Ինքը պետք է փորձի զրոյից այդ ամեն ինչը անի, բայց տեսեք, այստեղ մի հետարքիր բան կա, ասում են այդքան հեշտ չի դա անելը։ Նախ սկսած նրանից որ Հունգարիան փոքր երկիր է բնակչությամբ եւ իրենք էլ ըստ էության ունեն էլի սկսած ռեսուրսների խնդրից, մարդկային ռեսուրսի խնդրից, որտեվ այսպես ասած այդ սաղին միանգամից այդ փոխելը կարող է այսպես բերի շատ լուրջ հետևանքների, բայց ավելի շուտ եկեք սա Պուտինի եւ Թրամփի պարտություններ միաժամանակ գիտեք հետաքրքրական բանը, երկրորդ մասում հետաքրքիր բան Մադյարի մասին ասենք։ Կարող են Հայաստանից սովորել լուրջ, այս առանց հումորի եմ ասում, թե ոնց մենք այդ
ահավոր վիճակից բերեցինք մինչև այստեղ։ Հիմա մեզ մոտ գովաստ, կրադառնանք ու շարունակենք զրույցը Արմեն Չիբուրչյանի։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 cent։ Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արքղի համար, 2 արքղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտ դա ուղարկել։ Սեյֆը այսօր էլի լցնելու, խոշորա լինելու։ Բոլոր մուտքերն ու ելքերը ինձնով են անցնում, բայց պիտի զգուշ լինեք, մաքուր աշխատեք, հետք չմնա։ Նույն սկզբունքով էլ պատն եք քանդելու։ Ծանոթացեք աղբորս այդ ֆելոնը, սպորտսմենը։ Դու մեդալով հետ արի, ես էլ քեզ համար նոր բոթաս կանեմ։ 4 մետր երկարությամբ թռիչք պետք է աներ։ Հարցը ոնց են այնտեղ հայտնվել։ Սահանեմ ծամեն բնեմ բերանները, որ վերջում կծեն արա։ Պատը քանդելու համար մեզ 3.5 ժամ է պետք։ Ոչ առաջին պատն է, ոչ էլ վերջին։ Բապատալուկը։ Մեկ մի բանի իմ վրա։ Ջուրը 2 շիշի տեղը 4 շիշ կվերկանել։ Ռիսկը շատ է կոլ, բավար բռնվենք։ Չենք բռնվի մի կռա։ Հետո ինչ-որ կերպ 34 սանտիմետր անցքով ներս ամտել ու 32 կիլոգրամ փող տարել։ Կամ գիժա, կամ էլ Чиновник. Преступники пробили потолок в хранилище Госбанка. Они ушли незамеченными и захватили с собой мешки с рублями. Սանոնիչը սիրո համար ենք։ Արիթ էիք, հա տղեր ջան։ Ովքեր չեն հասկանում, ամեն կասիրի մանրամասն բացատրեք, որ սերիան նոր է շրջանառվում։ Օրիչը ոչ մեկի մոտ չկա։ Մենակ նրանց մոտ։ Действуйте вне протокола, что в кратчайшие сроки у меня были их имена. Եթե կարողանում ես հանգիստ քնել, ուրեմն խիղճը քեզ հետ է, ոչ թե քոթ է։ Իսկ եթե մի օր սխալվեմ։ Սխալից վախենալ պետք չի։ Суд խոսելուց պետք է վախենաս։ Это самое крупное ограбление в Советском Союзе։ Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուրչյանի հետ։ Արմեն, մինչեւ էլի այդ թեմայից ենք Հունգարիայից ենք խոսելու։ Ինչ գիտես նաեւ ինչ ուրախացա այս բացի նրանից որ եւս մի երկիր ունեցավ այսպես ասենք դեմոկրատական անցավ բանի, սա նշանակում է նաեւ որ Պուտինը կարծես էլ առաջվա այդ ուժը չունի, որտեղ ես վստահ եմ Պուտինը ամեն ինչ կաներ, որպեսզի Օրբանը մնար, որտեղ դե գիտենք ինչ բարեկամներ ընկերներ ենք։ Օրբանը մի անգամ գիտես ինչ էր ասել, ես այսօր տեսա կարդացի, որ ասում է ես փոքրիկ մկնիկ եմ, որն ուզում է վանդակից ազատել առույցին, առույցը լինելով Պուտինը, այո, խոսեց հա, եւ փաստորեն չկարողացավ։ Մոլդավայում չկարողացավ, հետևից Հունգարիայում չկարողացավ։ Չեխիայում եկավ իշխանություն, որը այնպես չի, որ տենց բաբիշը ամբողջությամբ այսպես բանը ինքը ավելի տենց ավելի համեմատաբար հավասարակշռված է պահում իրան։ Հիմա վտանգը Բուլղարիայում է հաջորդ։ Բայց լավ է նա, որ շորնակ ֆոն դեր Լայններ, եթե չեմ սխալվում, հայտարարեց, որ Ռուսաստանի պրոպագանդայի նկատմամբ ոնց որ եվրոպացիները ավելի դիմացկուն են դարձել, նույնն էլ խոսած Մերցը, որ սա ռուսական պրոպագանդայի նկատմամբ հաղթանակ է եւ այդ շատ կարեւոր հաղթանակ է, բայց եկեք մի բան հասկանանք, ինքը աճ կենտրոնամետ է, այսպես ասում եմ, ինքը ով Մադյարը։
Եվ հայի դեպ մի հետաքրքիր բան ինձ շատ ուրախացրեց Ազատություն ռադիոկայանը։ Ուրեմն սկզբից գիտեք ինչն է խնդրեմը, երբ որ դու չես հետևում քաղաքականությանը կամ լավ, այսինքն կոնկրետ գրողի մասին իր խոսքը, որովհետև եթե դու խորացած ես քաղաքականության մեջ եւ քաղաքական հոդվածներս, դու հնարավոր չի իմանաս, որ ասենք այդ մարդուն, ասենք այդ մարդու անունը Մադյար է, հատկապես որ Մադյար հունգարները իրանք իրենց Մադյար են ասում, հա։ Ես հիշում անգամ սովետի ժամանակ այդ դրոշմականիկներ ունեին, որ են գրածել Մադյար Post, այսինքն իրանք իրար, բայց գրվում է G-ով, ամերիկացիներն ասում են Մագյար, հիմա սկզբից գրեցին Մաջիար։ Հետո մի երկու ժամ հետո զգացին մի բան ինչի գրեցին Մագյար։ Մագյար անգլերենով, հա, բայց հունգարերենը GY-ը D-ա կարդացվում, դրա համար իրենք ինձ Մադյար են ասում, տենց, եւ այդ մարդու ազգանը Մադյար է, հայերենը թույլ է տալիս, որպեսզի ասես, հա, այսպես, մի խոսքով այդ հետարքիր ուղղակի դրվագիր ասենք թող իմանան, էլի մարդը պետք կգա։ Եվ ինչն է հետաքրքիր, որ իրականում, տեսեք, ինքը վերականգնեց հասկանալը, որ ռուսական ռոպագանդան իր դեմ է աշխատում, ինքը վերադարձեց Հունգարիայի, երբ որ մտավ 50-ականներին Սովետը, գիտեմ, հեղափոխություն ճնշեց, այն ժամանակ հունգարացիները ասում էին ռուսկի քազա, այսինքն հունգարերեն նշանակում է գնացեք տուն ռուսներ։ Հիմա Մադյարը վերականգնեց այդ ռուսկի քազան եւ պարբերաբար ասում էին, բայց քանի որ Հունգարիայի քաղաքական էլիտան որքան հասկանում ահավոր կոռումպացված է եւ այդուամենայնիվ այնտեղ կան ենթակառուցվածքներ, որոնք գործարաններ եւ սովետի ժամանակ դեռ կառուցված եւ որոնք շարունակում են կապերը պահպանել, այսպես ասում են, Ռուսաստանի հետ եւ տարբեր բաներում եւ ընդհանրապես ուրեմն այդ նավթադոլարային քաղաքականությունից պետք է հասկանալ, որ կոմա գնալու Մադյարը։ Բնականաբար առաջինը, որ Ռուսաստանը փորձելու է անի, ճիշտ է, Մադյարը ասում ենք Եվրամիության կողմնակից ենք, բայց դեմա Ուկրաինայի արագ այո, ասեց այդ մասին։ Ընդորում 10 տարի, ասում առնվազն 10 տարի պետք է, հա, եւ ինչ-որ sense բաներ։ Դրա համար ես միշտ իդեպ զգուշ եմ խոսել, դրա համար աշխատել եմ շատ չոգևորվել, որտեղ ես լավ հասկանում եմ, որ նա Օրբանի թիմակիցն է եղել, դուրս է եկել Օրբանի ճամբարից։ Եվ ըստ էության դա ներքին պայքար է գուցե այդ ասենց ասեմ մենք պետք է հասկանանք ինքը անկեղծ էր որ Եվրամիությունն ՆԱՏՕ այդ ամեն ինչը քարոզում էր որ Եվրամիությունը պետք է ուժեղ լինի։ Դե հիմա կտեսնենք հիմա առաջին քայլը լավ ասենք Եվրամիություն Ուկրաինայի հարցով այդ դիրքորոշումս այնտեղ երկու բան կա ուկրաինական օշատ բանկի փողերը հիմա գտնվում է Հունգարիայում եւ կապասառեցնենք ասեց։ Դե տեսնենք եւ ամենակարևորը 90 միլիարդն է որ Ուկրաինան պետք է ստանա 2 տարի դիմակայելու համար 90 միլիարդ որը արդեն ուշացնում են գիտեք որ Եվրամիությունը հատկացրեց հիմա տեսնենք առաջին քայլերից գոնե այսպես Զելենսկին շնորհավորեց անգամ ակնարկեց որ պատրաստ ենք հանդիպել դե տեսնենք Հավենային դեպս ես այդ ֆիգուրին դեռևս շատ զգուշ կվերաբերվեի շատ լավ է որ Օրբանից բրցանք դա շատ կարևոր է դա մեկ բայց ընդհանուր փորձենք այսինքն արդեն հետևենք հասկանանք Եվրոպացիների համերպես մի բան փաստենք որ սա Եվրոպայի Եվրամիության հաղթանակ ֆոն դեր Լայենի հաղթանակներ եւ եվրոպական լիդերների ինչու որովհետեւ տեսեք Թրամփն էլ Պուտինն էլ Օրբանի միջոցով փորձում էին ապակայունացնել Եվրամիությունը եւ փորձում էին դրա միջոցով այսինքն իրանց ոչ ձեռնտու բաները բլոկ անեին վետո դնեին եւ այսպես հասկանում եք իր միջոցով այդ այո դա Ֆիցոյի բայց ամենագլխավորը ինքն էր մի րոպե է մնացել դե գիտենք բոլորս որ ասեցինք արդեն որ Թրամփը այս անգամ ուրիշ տակտիկա է ընտրել բլոկադա է հայտարարել որ ոչ Իրանից դուրս ոչ Իրան ոչ մի նավ չի թողնի այո միայն կարծեմ պետք է ստուգվի նավերը որոնք որ բայց դե չեմ կարծում որտեղ նավեր սկսեն անցնեն գնան ես գիտես ինչ մտածեցի երեք ասեց 34 նավ անցել ինչ որ բան փոստեր դրել եւ այլն բայց այսօրվանից վերջ փակեց ինչու առաջ չէին մտածում սա էլի Սա լրիվ Իրանի խեղտելու առանց զենքի, առանց զորքի խեղտելու լավ ձև է։ Եթե Իրանը չկարողացավ նավթը հանել ծախել, արդեն չունի էկոնոմիկա, համարյա 0-ի է մոտենում ամեն ինչը, դրամի արժեքը ամեն ինչը։ Եթե էդ էլ փակվեց, արդեն կխեղտվեն իսկ տնտեսապես։ Այստեղ շատ երկար թեմա կա, երևի եթե հաջողացնենք վաղը խոսանք, որտեղ ամենայն հավանականությամբ 4-7 օրվանից ես մեկ շաբաթով կբացակայեմ հարգելի պատճառներով բայց այսպես ասեմ դա շատ կարևոր բան կա մի կարճ պատասխան այս պահի դրությամբ ասեմ որտեվ եթե այն ժամանակ Թրամփի միտքներ բաց թողել Հորմուզի նեղուցը որպեսզի նավթի գները չտանգանային եթե ինքը փակեր Հորմուզի նեղուցը էլ մեկը գները այսինքն էլի այդ կոլապսը ստեղծվել էր հիմա ինքը երբ որ ասեց որ ասում են Թրամփը պլան չունի եւ այլն ինքը բորբոքվեց հիշում եք մի քանի պարբերականի այսպես սկսեց հայհոյել CNN-ին արդեն դատի էր տալի կամ տալիս է արդեն չգիտեմ եւ այլն
Եվ այստեղ հետո ինքը մի քանի օր առաջ մի հատ հոդված տեղադրեց, 3 հաջորդ հոդվածը տեղադրեց, որտեղ ինքը նշում էր 3 առաջ, որտեղ ինքը նշում էր, որ պլանի, այսինքն նոր պլանը, որ դուք ասում եք Տրամպը չունի, այ բլոկադան է Տրամպի պլանը, որից հետո արդեն հաջորդ իսկ օրը այդ հոդվածը դրեց ու հաջորդ իսկ օրը բլոկադան հայտարարեց։ Նախ մի հատ հասկանանք ինքը, որտեղ տեսեք, այնտեղ կարող է չինական նավեր լինեն, որոնք ստիպված պետք է լինի կանգնացնել կամ խփել, որ ինքը չէր ցանկանում, հա։ Այնտեղ ավելի բարթանում է, իհարկե։ Իհարկե բարթանում է, բայց ամենայն հավանականությամբ մենք հասկանանք, հետևենք, այսօր ժամանակ չկա, ուղղակի այսքանով սահմանափակենք, որ հասկանանք, այո, սկսվել է բլոկադան, հələ որ ոչ մի նավ չի կանգնացրի, այս պահի դրությամբ ես մի քիչ առաջ ստուգեցի, ես ելացենք, դրա համար շատ բան չկա այս պահին խոսելու, մենք հասկանանք ոնց է գնում զարգացումը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։ Հաջողություն։ Ընկերությունը